Բարև ձեզ Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեկ-երկու հարցի հետ կապված ձեր տեսակետը ներկայացնել եւ այսպես Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք ուղեկցվեցին եւ մինչեւ ընտրությունը եւ ընտրության օրը եւ ընտրությունից հետո աննախադեպ բռնաճնշումներով, ձերբակալություններ, կալանավորումներ ու ընտրախախտումներ։ Այս օրերին վերահաշվարկ է իրականացվում Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում եւ իհարկե բացառիկ թվեր եմ, այսպես ասենք, ի հայտ գալիս, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը որքան է, որ ընդդիմադիր այս կամ այն ուժին ձայնը տվել, կամ այսպես ասենք, ներկայացրել, բայց իրականում այլ պատկեր է։ Խնդրեմ ընտրությունների հետ կապված եւ այս ընտրախախտումների ու բռնաճնշումների հետ կապված ձեր տեսակետը։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Մեր հույսերը, որ այսքան դաժան պայքարից հետո հույս ունենք, որ վերջապես մեր ժողովրդի ինքնագիտակցությունը կբարձրանա ու կհասկանա, թե ձայնը ում պետք է տալ։ Անատոլ Ֆրանսը, ֆրանսիացի մեծ մտածող, այսպիսի ասույթ ունի. ազգերը չեն մահանում, ազգերը ինքնասպան են լինում։ Ազգ խո ինքնասպան չեն լինելու։ Եվ վերջին հաշվով սա դեռ վերջը չի։ Աշխարհը չոպով չի ծածկած, ինչքան էլ Եվրոպան, ինչքան էլ Ամերիկան, ինչքան էլ չգիտեմ, որ այդ փչացած ուժերը դեմոկրատիայի քողի տակ փորձեն պաշտպանել այս թրքահապատակին, այս թրքածինին, այս թրքամետին, միևնույն է, մեր մեծերն ասել են, արդարությունը կհիվանդանա, բայց չի մահանա։ Մենք չպետք է հուսահատվենք եւ բացարձակ չպետք է հաշտվենք այսպիսի դաժան իրականության հետ։ Ամեն մի մտածողը պիտի կարծում եմ այսպես մտածի։ Երբ որ 2 ժամ էր անցել ընտրության ավարտից հետո, ավելի ճիշտ այդ հաշվելու ավարտից, եւ ընդամենը 25%-ը ամբողջ հանրապետության 25%-ի տվյալներն են հաշվված, ԿՓ-ն տոնեց իր միանձնյա հաղթանակը, չծնված տղայի ծնունդը։ Գետինը մտնեք, դուք անամոթ եք, բայց այդ ժամանակ ցույց էին տալիս, ինքը այսպես ոգևորված իբր հայտարարում էր, բայց նրա ձայնի մեջ ինքնավստահությունը պակաս էր։ Եվ նրա շրջապատը, որը կանգնած էր իր կողքին, բոլոր տխուր էին, որովհետև նրանք գիտեին, որ իրենք չեն հաղթել, որ սա կարող է այնպիսի բումերանգ դառնալ իրենց ճակատին, որ դրա տակից ոչ մի ձևով չկարողանան դուրս գալ։ Որ Նիկոլը պիտի կեղծեր, մենք բոլորս էլ գիտենք։ Պարզապես ինձ գիտեք ինչն է նաև շատ զայրացնում, այդ տեղամասերում նախագահը, այդ տեղամասերում վստահված անձիկ, այդ տեղամասերում հանձնաժողովների անդամները խոտ են կերել, որ այսքան ուղղակի ես չեմ կարծում, որ ինչ-որ հաշվելու ընթացքում պատահական սխալ է եղել։ Դրանք բոլորը ուղղորդված են, դրանք բոլորը միտումնավոր են, եւ ես հիմա պիտի առաջարկեմ, որ ընտրատարածքներից աղաղակող սխալներ դուրս գան, ոչ մեկին չվճարել, ոչ մեկին տարածիորեն, որ նման հանձնաժողովի նախագահը հետո չգնա 150,000 դրամ ստանա ու իրեն լավը զգա, որ ընտրակեղծիքի մասնակից է դարձել։ Դե մենք ականատեսը եղանք նաև զինվորներին ինչպես էին տանում ընտրության ժամից արդեն հետո 23:40, իսկ երեք գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ասում է զինվորները սահմանադրորեն հասանելիք իրենց պարտականությունն են իրացրել։ Որովհետև Էդվարդ Ասրյանը, չէ, դա այն զինվորականն է, չէ, որ ասած կսովածանան, հետ կգնան։ Դե որ Մարտիրոսյանի տխմար է, այդ աշճանի անգրագետ, զարմանալի է, որ պիտի նման բան ասել։ Եթե զինվորները արդեն ներսում լինեին մինչև ժամը 8-ը, ներսում, ես համաձայն եմ, պարտավոր էին ընդունել, բայց զինվորներին բերել են 8-ից 5 պակաս։ Եվ ոչ միայն 8, 23:40 զինվորներ էին բերում ու որ ընտրեն։ Ու բերում են։ Ես չզարմացա, որովհետև 21 թվականի ընտրությունների ժամանակ Էջմիածնի ամբողջ գունդը նստեցրին Էջմիածնում
քվեարկելուց հետո դրեցին այդ փառահեղ ավտոբուսները եւ տարան մինչեւ Մեղրի կապան տարան այնտեղ են նույն զինվորը ընտրեց ախր մենք այն որ ռուսական ասացված կազմա не первый раз замужем это ինչ է արել այս անգամ Նիկոլը որ առաջ չի արել Դե աննախադեպ էր այս անգամ աննախադեպ էր կալանավորումները, ձերբակալությունները կալանավորումների իմաստով իհարկե իսկապես աննախադեպ եւ խայտարակություն։ Սա խոսում է Նիկոլի այն ներսում գտնվող վախի ահաբեկման մասին, նա շատ լավ գիտի, որ եթե այս ամեն ինչը հանկարծ բացվեց, ինքը իրոք կանգնելու է գնդակահարության պատի տակ, ոչ ֆիզիկական իմաստով իհարկե, որտեղ մեր քրեական օրենսգիրքը այդ հնարավորությունը չի տալիս, որին ես իսկապես դեմ եմ եղել, միշտ հանցանքի համար մարդը պիտի պատասխան տա, հազարավոր կյանքերի համար ինքը այսօր վայելի կյանքը, ես դա համարում եմ անարդար ու չպիտի թույլ տանք։ Եվ հետո այս ամբողջ հարուզարշավը, որ նա տարավ իբր 4 ամիս, մեկ ամսվա փոխարեն տարավ 4 ամիս, իր լնգու լավազով, իր ընտրագեղցիկի պատրաստ այդ մասսայով, բիոմասսայով ինքը տարավ այդ հարուզարշավը, որևէ ծրագրի մասին խոսեց, մեր ազգի պատկանող անհատը, բայց չի մտածում, ինքը ոչ մի ծրագիր չի ներկայացրել, ինքը միայն հայհոյել է, ինքը միայն զրպարտել է, ինքը իր համար Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը, նաև Գագիկ Ծառուկյանը պարզապես քարագլուխ ինչեր անվանում, քարագլուխ վիշապ, Եռագլուխ լինելով ինքը քարագլուխ պատերազմի գլխավոր վիշապ, կարծեմ այդպես անվանեց, բայց չէ որ ինքն է այդ բոլոր պատերազմները բերելու հեղինակը, բայց չէ որ ինքն էր որ դրդեց Ադրբեջանին հարձակվել, ինքը 20 թվականի պատերազմը ոչ միայն հրավիրեց, այլև հրահրեց, ավելի ճիշտ ոչ միայն հրահրեց, այլև հրավիրեց, որ Արցախը ուրիշ կերպ չէր կարող տալ այն ժամանակ, վզին է դրած, որ պիտի Արցախը տա, հետո էլ Հայաստանը պիտի տա, ականջներդ լավ լսեք, ես այս 7-8 տարի է անընդհատ այս հարթակից ասում եմ ականջներդ բացեք, աչքերդ բացեք, ժողովուրդ մեր երկրի համար մենք ենք մեղավոր, ուրիշ ոչ ոք, ես շատ եմ զայրանում, երբ որ փորձում են ամեն ինչ գցել ռուսի վրա, Ռուսաստանը Հայաստանի դայակը չի, ինչպես կարելի է։ Դե այսօր էլ Զախարովան մեր տանամանները չենք լվացրել, կուտակվել է լվացարանում, Պուտինը չի եկել լվացրել։ Դե այսօր նաև Զախարովան նորից հայտարարություն արեց, որ հայ ժողովուրդը ուզում է հայ-ռուսական հարաբերությունների, այսպես ասենք, շարունակությունը, այն հարաբերությունները, որ ունենք, չէ, ժողովուրդը ուզում է, որ հարաբերությունները մնան, բայց այս Փաշինյանը շարունակում է դատարկ խոստումներ տալ Եվրամիություն, Եվրոպա, այսպիսի տերմիններով։ Մադամ, սիրելիս, Զախարովան ինչ որ ասում է, իր երկրի շահերից բխած պիտի ասի, դա է նորմալը։ Եթե Փաշինյանով չափեին, ես հիմա ինձ թույլ տվեցի այդ թուրքի լամուկին ազգանուն ասել, եթե իրենով չափեին, պիտի վաղուց մեզ ոչնչացրած լինեն, պատկերացրեք, եթե մինչև հիմա այդքան համբերատար, այդքան անուղղակի հասկացնելով շարունակում են հարաբերությունները, դա միայն մեր ժողովուրդների դարերի ապրած կյանքը գնահատելու հետևանքն է։ Ես էլի եմ ասել, ռուս ժողովուրդը 250,000 զինվոր սպա է զոհել այս տարածքում ոտքի տեղ ունենալու համար, Գրիբայդովի նման դիվանագետ է զոհել, թող մեր ժողովուրդը անգրագետի նման իրեն չպահի և մի քիչ խորանա պատմության խորքերը, երբ որ Գրիբայդովը կազմակերպեց ներգաղթը հայերին, արդեն ռուսական տիրապետության տակ անցած, ներկայիս
Արևելյան Հայաստանի մասը եւ իհարկե Արցախը, Գարմանը, Ուտիկը, Գանձակը, Շամքորը, էլի տարածքներ, այդ վատցարը, այդ վատ ռուսը 6 տարով ներգաղթյալներին ազատեց հարկերից, չվերցրեց հարկ, հայտարարելով, որ դուք տնավորվեք, ամրապնդվեք, կայացեք, նոր կլցնեք ռուսական գահի գանձարանը։ Մեր ժողովուրդը հիմա ինքնասպանության է դիմում։ Ինքնասպանության։ Բայց եկեք նաև ազնիվ լինենք եւ ասենք, այս ընտրությունների գնալու ցուցանիշը նաև մարդկանց 50% եւ ավելի մարդ դեմ է թրքացմանը։ Վերջին տարիներին այսպիսի հոսք չէր եղել։ Այո, եւ այս մարդիկ ցույց տվեցին, որ դեմ են թրքացմանը։ Գալիս էին ոչ թե հենց այնպես ուղակի պարտքը կատարելու, այլ նաև նպաստելու, որ Հայաստանը ազատագրվի թրքացման հեռանկարից։ Բայց այստեղ արդեն այդ տեղամասերի անպատասխանատու, անպատիվ վերաբերմունքի հետևանքն է։ Ինչ է, նրանք չեն կարող թվերը ճիշտ հաշվել։ Ես նայում էի համացանցում։ Դե գիշերվա ընթացքում գիտեք դադարեցվել է հաշվարկը, լիքը բաներ են եղել։ Լույսերի բաները։ Բացի այդ, այո, հոսանքազրկումներ, դադարեցնել հաշվարկը, Լիա Սարգսյանը լրագրող տեսանյութով հրապարակում է, թե ինչպես են լորի ընտրատեղամասից, այսպես պոլիէթիլենային տոպրակներով քվեաթերթիկներ տանում։ Այո, այսօր համացանցում լուսանկար տարածվեց, զինվորականի ձեռքին արդեն ծրար էր մեջը 16 համարի ընտրաթերթիկով։ Գիտեք, այստեղ թող ոչ ոք մեղք ուրիշի վրա չգցի։ Եթե մեր հայը իրեն հայ չի զգում, ոչ մի ռուս նրան չի կարող հայացնել։ Ոչ ոք, ոչ ռուսը, ոչ եվրոպացին, ոչ ամերիկացի։ Ես ուղղակի ապշում եմ, այս ժողովուրդ, մի հատ հիշեք 1920 թվականի օգոստոսի 10-ը, Սևրի պայմանագիրը, ինչ տվեց, Եվրոպան չարեց, Ամերիկան չարեց, ինչ տվեց, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, ԱՄՆ չստորագրեց, ինչ տվեց դա մեզ, ոչ մի բան, լիք է հայացքը դեպի արևմուտք դարձնել, այդ արևմուտքը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու։ Դե այս արևմուտքը ժողովրդավար կոչված այսօր աչք է փակում այս խայտառակ բռնաճնշումների վրա։ Ես շնորհավոր եմ, նույնիսկ Վրաստանի գործող վարչապետը, նախկին վարչապետը, այո։ Չսպասեցել, որ Նիկոլը հայտարարեր, ինքը արդեն կարծեմ Շատ լավ, եթե այսպես ամփոփենք Տիկին Ալեքսանյան, ընկճվել չկա։ Չէ, մենք բոլորս պետք է փողոց դուրս գանք։ Եվ ոչ միայն, իհարկե պայքարը շարունակական է։ Որովհետև կյանքը ինքը պայքար է, առանց պայքարի կյանք չկա։ Ժողովուրդ, ես միշտ ասել եմ ու էլի կասեմ, նրանք, ովքեր ի վիճակ են ոտքի վրա կանգնել, ես ի նկատի չունեմ ծանր հիվանդներին, նաև խելագարները չեն կարող, բայց իմիջայլոց այս ընտրաքարոզարշավի ժամանակ ամենաակտիվ դերն ունեն կիսախելագար պարավ կանայք։ Ես ինքս տարեց եմ, այդ բառը չեմ ընդունում, բայց սրանց համար արժի ասել, որովհետև նրանցից մի սպիտակ փետուրներով անգաղ այնպիսի փառավոր կնոջ վիրավորեց այնպիսի սոսկալի բառապաշարով, որ ես ինձ կարող եմ թույլ տալ ու այդ մասին խոսել։ Չենք ընկճվում։ Միակ ելքը պայքարն է Եվ սպասում ենք առաջնորդների հայտարարությանը։ Միակ ելքը փողոց դուրս գալն է եւ մեր 3 հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները կխորհրդակցեն բոլոր էլեմենտներով, բոլոր թեր ու դեմ կողմերով ամեն ինչ կվերլուծեն եւ ինչ որ կհայտարարեն մենք դա էլ կանենք ու դա մեր ազգային պարտքն է, մեր ազգի հետագայի, մեր սերունդների հետագա պատմության եւ մեր զոհված զավակների հիշատակի համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։